Ողջույն բոլորին, ձեզ հետ Գևորգն է եւ երկու շաբաթվա դադարից հետո, որը այդ երկու շաբաթները իրականում շատ ծանր ստացվեցին ինձ մոտ ամեն առումով, թե աշխատանքային, թե ոչ աշխատանքային, թե հոգեբանորեն եւ այլն, ինչ խոսք, մի փոքր ծանր ժամանակներ եմ հիմա ապրում, որովհետեւ սենց ասեմ, վստահում եմ մարդկանց, վստահել եմ մարդկանց, որ չպետք է վստահեի արդյունքում, որովհետեւ վաղ թե ուշ մարդիկ գալու ու գնում են քո կյանքից, ինչևէ Աշխատանքի բերումով եւս անցկացրեցի բավականին ծանր երկու շաբաթ, բայց արդյունավետ մենք ունեցանք Ուրարտուում Սիմոն Քափ միջազգային հուշամրցաշարը, ես արդեն երրորդ տարին անընդմեջ այդ մրցաշարի վարողն էի, կազմակերպիչներից մեկն էի, այնպես որ իմ ամբողջ ուշադրությունը այդ Սիմոն Քափի վրա էր ու ես ուղղակի կենտրոնանալ YouTube-յան ալիքի վրա չէի կարող, եթե ակնկալիքները չեմ արդարացրել հայցում եմ ձեր ներողամտությունը, բայց հասկանում ենք, որ աշխատանքն աշխատանք է ու բոլորս էլ պետք է դա կարևորենք։ Ինչևէ, այս դադարը արդեն ավարտվում է, ես վերադառնում եմ YouTube եւ խոսելու եմ ֆուտբոլից։ Այո, մրցաշրջանները ավարտվեցին, մրցաշրջանը ավարտվեց։ Ներքին առաջնություններում բոլորը գիտեն չեմպիոններին, բոլորը գիտեն Եվրագավաթային մասնակիցներին ու մեզ միայն մնում է կոնֆերենցիաների լիգան ու չեմպիոնների լիգան որ դեռ հաղթողին չգիտենք, հա, Եվրոպա լիգային իմացանք, Մանչեսթեր Յունայթեդ Տոտենհեմ խաղը, որը հայտարարություն էր ուղղակի ոնց կարելի է այդպես եզրափակիչ հանդիպում անցկացնել։ Ինչ որ այդ դրա մասին իդեպ խոսելու ենք։ Բայց այն պահին, երբ դուք դիտում եք այս տեսանյութը, որը վաղն է լինելու, այսինքն հենց այս օրը լինելու է կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը, խաղից հետո կլինի ուղիղ եթեր, չգիտեմ հիմա ինչի համար եմ ես սա ասում, որտեվ արդեն ուղիղ եթերի կգնա մինչև դուք նայեք Եվ չեմպիոնների լիգա ու ընդհանուր կարելի է ամփոփել մրցաշրջանը այստեղ այսօր ես չեմ եկել մրցաշրջանը ամփոփելու այլ խոսելու այլ թեմաներից որոնք են Իտալական սերիան Մանչեսթեր Յունայթեդի ճգնաժամը ու տրանսֆերներ որոնք մեզ ակտիվ են պահելու ամբողջ հունիս, հուլիս, օգոստոս ամիսների ընթացքում Արանքային կա նաև աշխարհի ակումբային առաջնություն ես ոչ մի ուշադրություն չեմ պատրաստվում դարձնել աշխարհի ակումբային առաջնությանը եթե ինչ-որ մի հատ տենց ֆանտաստիկ բան տեղի չունենա այնտեղ կդիտեմ 1-2 հանդիպում փորձեմ հասկանալ թե ինչ կարևորություն կարող է այն տալ ֆուտբոլին դեռևս միայն գումարային առումով կարող է կարևորություն տալ ոչ առավել բայց նախապես ինչ-որ մի առանձին տեսանյութ աշխարհի ակումբային առաջնության մասին չի լինելու։ Հիմա խոսում ենք այն թեմաների մասին, ինչը ես նշեցի, հետո արդեն կլինի տեսանյութ մրցաշրջանային ամփոփում։ Ձեզ ուղղակի մնում է բաժանորդագրվել իմ YouTube-յան ալիքին, հետևել ինձ սոցիալական հարթակներով, հատկապես Telegram-ով, որտեղ մենք բավականին ամուր թիմ ենք հավաքել, մենք այնտեղ քննարկում ենք ֆուտբոլ եւ ոչ միայն ու փորձում ենք ամեն ինչ անել բավականին օպտիմալ։ Այդ երկու բանն է ձեզանից պահանջվում, դա այն էլ պահանջ չէ, ուղղակի ցանկություն է, եթե դուր է գալիս քեզ այն ինչ ես տալիս եմ, ուղղակի բաժանորդագրվիր եւ հետևիր ինձ, որպեսզի մեր լսարանը ընդլայնվի։ Երևի թե այսքանը գնանք քննարկելու թեմաները, որոնք ես նշեցի, որովհետև մտքեր ունեմ տվյալ թեմաների հետ կապված։ Ու եկեք սկսենք Իտալիայի առաջնությունից, հա, Սերիա A, որտեղ Սկուդետոն հաղթեց Նապոլին, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ Նապոլիի բոլոր երկրպագուներին, ճիշտ է կարծում եմ, որ Նապոլի երկրպագուներ Հայաստանում այդքան էլ շատ չեն լինի։ Ու ինչն էր ինձ համար զարմանալի, միաժամանակ ոչ այդքան զարմանալի, որովհետև մենք Հայաստանում չունենք ֆուտբոլային մշակույթ ու մենք հասկանում ենք միայն Մադրիդի Ռեալ, Բարսելոնա ու Եթե կա մի քանի թիմ, հա Լիվերպուլ, Մանչեսթեր Սիթի ու վերջ։ Մնացած առումներով ոչ մեկի գրանցած արդյունքը, ոչ մեկի խաղը, ոչ մեկի նորությունները ընդհանրապես հետաքրքիր չեն ինչի, որովհետև վերջին տեսանյութը, որից հրապարակել էի PSG Ինտեր հանդիպումից զատ, հա Չեմպիոնների լիգայի եզրափակչի, դրանից առաջ խոսել է իտալական առաջնության մասին ու այնտեղ դիտումները համեմատական ավելի թույլ էին ու հատկապես երբ որ ես կարողանում եմ նայել վիճակագրություն թե տեսանյութի որ հատվածն են հիմնականում մարդիկ առաջ տանում կամ բաց թողնում, դա Իտալիայի մասին էր։ Ու ես կարող եմ հասկանալ նաև ինչու։ Նայեք, Նապոլին հաղթեց Սերիա A-ն, հռչակվեց չեմպիոն, հռչակվեց բավականին աշխատավոր կազմով Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ, ընդհանրապես այս չեմպիոնությունը Եվս մեկ անգամ հաստատեց, ցույց տվեց, որ Անտոնիո Կոնտեն ինքը ճգնաժամային մարզիչ է, ինչպես Թոմաս Տուխելը, որը կարողանում է գալ կարճ ժամկետում, նույնիսկ չունենալով ֆինանս, հա, կամ նույնիսկ չունենալով նոր ֆուտբոլիստ ձեռք բերելու հնարավորություն, եթե տրանսֆերային պատուանը փակ է, կարողանում է հասնել արդյունքի։ Անտոնիո Կոնտեն եկավ նախորդ ամառ
Եվ ընդամենը մեկ մրցաշրջանում մի թիմից, որը ուղղակի տապալեց, երկրորդ մրցաշրջանը չեմպիոնություն ձևակերպելուց հետո կրկին բարձրացավ ու վերցրեց այդ տիտղոսը։ Անտոնիո Կոնտեի ապագան այս պահի դրությամբ մի փոքր մշուշոտ է, բայց դրա մասին դեռ կհասցնենք խոսել։ Նապոլին ընդհանուր առմամբ հաղթեց բավականին լավ ֆուտբոլով, հաղթեց բավականին ուղղահայաց ֆուտբոլով ու կոնկրետ դետալներով, որոնք թույլ տվեցին Անտոնիո Կոնտեին քաղել առավելագույնը X ֆուտբոլիստներից։ Առաջինային իհարկե, երբ որ խոսում ես X ֆուտբոլիստներից կամ ով անցկացրեց լավ մրցաշրջան Նապոլիի կազմում, միանշանակ ամենաառաջինը պետք է գա մտքիդ Սկոտ Մակթոմինե։ Սկոտ Մակթոմինե, որը պարզվեց մի փոքր կարող է կոշտ հնչել, բայց դա այդպես է, Իզգոյ Մանչեսթեր Յունայթեդի կազմում, ու ընդհանրապես Մանչեսթեր Յունայթեդի կազմում մի շարք ֆուտբոլիստներ դարձան Իզգոյ, բայց այդ ֆուտբոլիստները գնացին Մանչեսթեր Յունայթեդից ու որոշները հաղթեցին գավաթ, որոշները ճանապարհին են գավաթ հաղթելու, մեկը կոնֆերենցիաների լիգա եզրափակում է, ընդհանրապես ֆանտաստիկ ֆուտբոլ է ցուցադրում Իսպանիայի առաջնությունում, տվյալ ֆուտբոլիստի վիճակագրությունը ավելի լավն է, քան Վինիսիուս Ջունիորինը։ Այսպիսի փաստեր, որոնք Մանչեսթեր Յունայթեդի ղեկավարությանը թույլ չեն տալիս ու այդ ֆուտբոլիստներից մեկը, այդ Իզգոյներից մեկը նաև Սկոտ Մակթոմինեին է, որը գնաց Մանչեսթեր Յունայթեդից որպես պայստային ֆուտբոլիստ, բայց միաժամանակ ֆուտբոլիստ, որը ցանկանում էր ամեն խաղում առավելագույնը տալ Մանչեսթեր Յունայթեդի համար։ Ես երբ դեռ մեկնաբանում էի 21-22 մրցաշրջանը, նույնիսկ դրանից առաջ, եթե չեք հիշում, Օլե Գունար Սուլշերը հայտնաբերեց որպես այդպիսին Սկոտ Մակթոմինեին, բարձրացրեց ակադեմիայից ու ինքը սկսեց հանդես գալ հիմնական թիմի կազմում։ Պարբերաբար նա համ ստանում էր տեղ մեկնարկային կազմում, համ կորցնում էր տեղը մեկնարկային կազմում, բայց մի բան անփոփոխ էր։ Նա երբ դուրս էր գալիս խաղադաշտ, նա փորձում էր իր առավելագույնը տալ թիմին։ Դա չգնահատվեց Մանչեսթեր Յունայթեդի կողմից։ Մանչեսթեր Յունայթեդը ստացավ առաջարկ Նապոլիից, երբ Անտոնիո Կոնտեն էր արդեն այնտեղ, ու Մակթոմինեը գնաց Նեապոլ, որ բրիտանացի ֆուտբոլիստ, իտալական ֆուտբոլ, հնարավոր է մի փոքր չխաչվի այդ ամենը իրար, բայց նրան միացավ նաև իր ազգակիցը Բիլի Գիլմորը ու բանից պարզվեց, որ թե Գիլմորը, թե Սկոտ Մակթոմինեը շատ արագ կարողացան ադապտացվել իտալական ֆուտբոլին ու կարողացան հաջողություն գրանցել։ Ինչու Նապոլի չեմպիոնությունը չի խոսվում ու ինչու Նապոլի չեմպիոնությունը նույնչափ կարևոր չէ, որքան օրինակ հենց մեկը Լիվերպուլի չեմպիոնությունը կամ Բարսելոնայի չեմպիոնությունը։ Նայեք ընկերներ, եթե չեմ սխալվում 2008-9, որ PR-ը ու տվյալ X ֆուտբոլիստի մարքեթինգը հասավ գագաթնակետին, բայց ամեն ինչ սկսվեց Դեյվիդ Բեքհեմով։ Դեյվիդ Բեքհեմով սկսվեց ֆուտբոլիստի հանդեպ առանձնահատուկ ուշադրությունը մեդիայի կողմից, PR-ը ու հանրաճանաչությունը, որը կարող էր տալ մեդիան, փորձարկվեց Դեյվիդ Բեքհեմի վրա։ Ու Դեյվիդ Բեքհեմը դարձավ այն սուպեր աստղը, որը համալրեց Մադրիդի Ռեալի շարքերը։ Բոլորս էլ գիտենք, որ Բեքհեմը ունի լավ որակներ։ Բոլորս էլ գիտենք, որ Բեքհեմի մոտ ստացվում է կոնկրետ մեկ բան, որը չի ստացվել շատ ու շատ տարիներ ոչ մի ֆուտբոլիստի մոտ։ Հիմա այդ խոսքը գնում է փոխանցումների մասին, այդ որակը ունի Տրենտ Ալեքսանդր Արնոլդը, որը հեռանում է Մադրիդի Ռեալ, բայց Դեյվիդ Բեքհեմի տեղափոխությունը Մադրիդի Ռեալ շատ ավելի խորներ, քան ուղղակի ֆուտբոլիստի տեղափոխություն։ Դեյվիդ Բեքհեմը դարձավ, ինչպես ասենք, կուլտովի դեմք ֆուտբոլի համար։ Նրանով ճանաչում էին ֆուտբոլը, նրանով սիրում էին ֆուտբոլը նույնիսկ այն մարդիկ, որոնք հետաքրքրված չեն ֆուտբոլով, բայց ուղղակի այն, որ Դեյվիդ Բեքհեմը մոդելային ֆուտբոլիստ էր ու Դեյվիդ Բեքհեմը ամեն ամսագրի մեջ կար, ստիպում էր մարդկանց ֆուտբոլ սիրել, ֆուտբոլ դիտել, հետաքրքրվել ֆուտբոլով, ըստ այդմ իմանում էին, որ օրինակ նրանք նախաղում են Մադրիդի Ռեալում ու սկսում էին արդեն Մադրիդի Ռեալին եւս երկրպագել, որովհետեւ այնտեղ կար Բեքհեմ։ Իտալական ասերիայում ընկերներ չկան սուպերաստղեր։ Ես այս տեսանյութը նկարանելուց առաջ, երբ մինչև ռեքմիացնել, ասենց նստած մտածում եմ, ասում եի, լավ, գուցե ես հիմա ասենց միտք արտահայտեմ, բայց հետո մարդիկ գտնեն ինչ-որ մեկին, որը իրոք կարող է սուպերաստղ լինել, որին ես մոռացել եմ։ Բայց ընկերներ, եկեք լինենք օբյեկտիվ։ Անգլիայի Պրեմիեր լիգան քննարկվող է ու Անգլիայի Պրեմիեր լիգան համարվում է լավագույնը ոչ միայն նրա համար, որ այնտեղ իրոք թե պայքարը, թե խաղային որակը, թե ինտենսիվությունը, թե մեդիան, թե խաղադաշտից դուրս զարգացող կազմակերպչական բաները շատ ավելի լավն են, քան մնացած առումներով մյուս առաջնությունները։
Անգլիայի Պրեմիեր լիգան դարձրել են արհեստականորեն լավագույնը, որովհետև այնտեղ աշխատում են լավագույն մեդիան։ Անգլիացի յուրաքանչյուր ֆուտբոլիստ, նույնիսկ եթե ինքը միջին կարգի է, օրինակ երբ որ քննարկվում է Մորգան Գիբս Ուայթ, մեր տղերքի չաթում երբ որ մենք խոսում ենք, նշվեց, որ Մորգան Գիբս Ուայթը կարող է տեղափոխվել Մանչեսթեր Սիթի, ու ինչ է Մորգան Գիբս Ուայթը, ով է Մորգան Գիբս Ուայթը, միանգամից սկսում են վիճակագրությունը, The Sky Sports, BBC-ն, չգիտեմ, տարբեր տեղեր միանգամից սկսում են վիճակագրություն, թե ինչ լավն է Մորգան Գիբս Ուայթը, ինչ գնով է տեղափոխվել, ու միանգամից ինչ որ այդ X արժեք 70 միլիոն եվրո, ուրեմն պատկերացնում ես, որ ինքը ինչ-որ ֆանտաստիկ ֆուտբոլիստ է։ Մորգան Գիբս Ուայթը ոչնչով առավել չէ հենց մեկը Սկոտ Մակթոմինեից։ Կամ որևէ առավելություն չունի հենց մեկը, չէ, լավ, չեմ ուզում ասեմ առավելություն, բայց տոտալ մեծ տարբերություն չկա փաստացի Օլի Ոթկինսի ու Մատեո Ռետեգիի մեջ։ Ընդհանրապես չկա մեծ տարբերություն։ Բայց քանզի Անգլիայի Պրեմիեր լիգան ամենակննարկվողն է ու մեդիա ու PR առումով լավագույնն է, այնտեղ ավելի շատ են ճանաչում ֆուտբոլիստների։ Նույնիսկ ոչ սուպեր աստղ։ Իսկ երբ որ դու նայում ես իտալական ասերիային, ով է այնտեղ սուպեր աստղ։ Լաուտարո Մարտինեսը։ Գուցե։ Բայց ով կա Լաուտարո Մարտինեսի պես հանրաճանաչ այնտեղ։ Ոչ մեկ։ Ժամանակին Պաուլո Դիբալան էր։ Դիբալան մարեց, ու հիմա շատ քիչ մարդիկ են հիշում Դիբալայի մասին։ Կար Կրիշտիանո Ռոնալդո, Կրիշտիանո Ռոնալդոն հեռացավ 2022-ին, 2021-ին ներողություն։ Իսկ ով է այս պահին Իտալիայի առաջնության դեմքը։ Իրոք, ով է այս պահին Իտալիայի առաջնության դեմքը։ Իսպանիա, երբ որ ասում ես, այո, միանգամից գալիս է Յամալ, Վինիսիուս, Մբապե, այնտեղ տեղատարափը вообще դեմքերի, Բելինգեմ, մի խոսքով։ Ասում ես Պրեմիեր լիգա, միանգամից մտքիդ կարող է գալ Մոհամեդ Սալահը, կարող է գալ Էրլինգ Հոլանդը, կարող է գալ Կևին Դե Բրույնեն, կարող է գալ Սական, այլ ֆուտբոլիստներ եւս։ Կոլ Պալմերը, որ ասեմ, տիեզերական մարզավիճակում է գտնվել իր կարիերայում, ոչ ինքը լավ, շատ լավ մարզավիճակ ձեռք բերեց նախորդ մրցաշրջանում Չելսիի կազմում, բայց հավատացեք, նույն վիճակագրության ֆուտբոլիստ կարող են գտնել նաև իտալական ասերիայում։ Գերմանիա, Հարի Քեյն, կա, Ֆրանսիա, Խվիչակվարացխելիա, Ուսման Դեմբելե, իդեպ մարդ, որի անունը շատ են քննարկում ոսկե գնդակի շուրջ։ Դա եւս PR է։ Իսկ ով կա Իտալիայից։ Այ օրինակ ընկերներ, երբ մենք քննարկում ենք, որ Ինտերը հաղթելու է սա, Ինտերը հաղթելու է նա, հնարավոր է Ինտերը հաղթի Չեմպիոնների լիգան, կամ Paris Saint-Germain հնարավոր է հաղթի։ Եթե հաղթի PSG-ն ստանալու է Դեմբելեն ոսկե գնդակը, եթե չհաղթի, այնտեղ կա Յամալ, այնտեղ կա Ռաֆինյա, այնտեղ կա Մոհամեդ Սալա, Պեդրի, կան ֆուտբոլիստներ, որոնք կարող են հաղթել ոսկե գնդակը, եթե չլինի։ Ու դա եկել է նաև քննարկման հիման վրա։ Բայց ես երբևէ չեմ նկատել, որ ով կհաղթի չեմպիոններ ոսկե գնդակը, եթե մի ամիտ հաղթի օրինակ Ինտերը։ Այ որքանով է արժանի Լաուտարո Մարտինեսը այդ մրցանակին։ Հարց է։ Որքանով է արժանի հենց կոնկրետ Հենրիխ Մխիթարյանը, եւս հարց է։ Ինչու՞ չի քննարկվում օրինակ Նապոլից որևէ մի ֆուտբոլիստի անունը գոնե top 10-յակում։ Երբ որ Նապոլին մրցաշրջանի հիմնական հատվածն անցկացնում էր առաջին հորիզոնականում։ Եվս հարց է։ Բայց այս ամեն հարցի պատասխանը ես ուղղակի գտնում եմ նրա մեջ, որ Իտալիայի առաջնությունով մարդիկ այդքան շատ չեն հետաքրքրվում, որքան մնացածով, որովհետև այնտեղ չկա սուպեր աստղ։ Եվ Սկոտ Մակթոմինի այդ ֆուտբոլիստներից է ու Նապոլին իդեպ այսպիսի մի առանձին օրինակ է, որտեղ դու կարող ես ունենալ սուպեր աստղ, բայց դու հասնես արդյունքի միտեղ, որտեղ իրոք բարդ է հասնել արդյունքի։ Իրոք բարդ է։ Իտալիայի առաջնության վերջին տուրում չեմպիոնության համար պայքարից զատ կար նաև ամբողջական պայքար 6-7 հորիզոնականով Չեմպիոնների լիգայի ուղեգիր ձեռք բերելու համար։ Յուվենտուսը հազիվ հաց հաղթեց Վենեցիային 3-2 հաշվով, թույլ չտալով Ռոմային հայտնվել Չեմպիոնների լիգայում, Ռոման կխաղա Եվրոպա լիգայում։ Շատ ցավոք, որ Ռոման խաղալու է Եվրոպա լիգայում, որովհետև այս Յուվենտուսը արժանի չէր ՉԼ հանդիպումների մյուս մրցաշրջանում։ Փաստացի Նապոլի չեմպիոնության ամենահայտնի անձնավորությունը դա Անտոնիո Կոնտեն է։ Այո, այնտեղ կա Լուկակու, բայց խնդրում եմ ընկերներ, Լուկակոն արդեն վիրավոր բան է, օթաչու է ու
ինքը արդեն ոնց որ կոպիտ ասած վետերան է ֆուտբոլի, ինքը խաղում է, զվար զգացվում է, որ Ռոմեո Լուկակոն խաղում է ֆուտբոլ միայն կոնկրետ համակարգում ու ավելի կոնկրետ միայն Անտոնիո Կոնտեի հետ է ինքն իրեն հարմար զգում։ Ու եթե կա Կոնտե, Լուկակոն ինչ-որ մի բան անում է, եթե չկա Կոնտե, Լուկակոն դառնում է դթու։ Ու դա շատ ցավալի է, որովհետև սա իհարկե փաստ է եւ սա խամրեցնում է ֆուտբոլը, որովհետև շատ քչերն են դիտում Իտալիայի առաջնություն, ես եւս նման անձնավորություն եի, բայց ես չէի դիտում Իտալիայի առաջնություն ոչ թե նրա համար, որ այնտեղ չկա սուպեր աստղ, հավատացեք, ես Հայաստանի առաջնությունն էլ չէի դիտի, կամ չէի գնա Ռուսաստանի առաջնությունն էլ չէի դիտի, որովհետև այնտեղ չկա սուպեր աստղ։ Ես ուղղակի չէի կարողանում հարմարվել իտալական ֆուտբոլի խաղաոճի հետ։ Գասպերինի ֆուտբոլը սկզբում հաճելի էր, հետո ձանձրացնող էր։ Ինտերի ֆուտբոլը Ինտերը խաղում է այնպես, որ դու պարզ հասկանում ես, արդյոք ինքը ցանկանում է ուժ ներդնել տվյալ խաղին, թե ոչ։ Յուվենտուսը, Աստված ջան, Միլանը, խնդրում եմ, լուչա աշկերտս փակեմ, սվարկա չնայեմ։ Ռոման 2025-ից լավ էր խաղում։ Լացիոն վայրի վերումներով ու տենց 2-3 մրցաշրջան շարունակ։ Բայց կոնկրետ այս մրցաշրջանում երբ ես սկսեցի դիտել իտալական ասիերը, ինձ տպավորեցին այն ֆուտբոլը, որը ես տեսա տարբեր թիմերի կողմից։ Օրինակ մեկը Կոմոյի հանդիպումը ես դիտեցի Ռոմայի հետ, ես ուղակի հրճվել էի Սեսկ Ֆաբրեգասի ցուցադրած ֆուտբոլով։ Ուղղահայաց 2-3 փոխանցումով դեպի հարձակման վերջին եռյակ, որպեսզի իրանք գրոհեն Նիկո Պասը, որը ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրեց, չնայած վիճակագրությանը, Պասը անցկացրեց շատ լավ մրցաշրջան։ Եվ հիմա Պասը գնում է Ալոնսոյի մոտ, Մադրիդի Ռեալ է վերադառնում ու այնտեղ վստահ եմ շատ օգուտ տալու։ Ու եզրափակելով խոսքս Իտալիայի առաջնության մասին, այնտեղ իրոք կատաղի պայքար էր, այնտեղ իրոք լավ պայքար էր, բայց այդ պայքարը չի գնահատվում ու չի գնահատվելու։ Մինչդեռ այնտեղ չկա սուպեր աստղ, որը կարծում եմ ճանապարհին է դեպի Ապենինյան թերակղզի։ Ես նշեցի, որ ես խոսելու եմ տրանսֆերներից, բայց կոնկրետ այս տեղափոխությունը մտցնեմ այս պուճուրիկ բլոկի մեջ, որպեսզի կապվեն ամեն ինչը իրար հետ մտքերս։ Կևին Դե Բրույնեն Դե Լաուրենտիսը Նապոլի նախագահը հայտնեց, որ իրոք Կևին Դե Բրույնեին նրանք ցանկանում են ու հաշված դետալներ են մնացել, որպեսզի Դե Բրույնեն դառնա Նապոլիի ֆուտբոլիստ 3 տարվա պայմանագիր են կնքում, նշվում է, որ Դե Բրույնեն արդեն տուն ձեռք է բերել եւ այլն, դե Կևին Դե Բրույնեն կլինի ամենավառ աստղը իտալական ասերիայում։ Ու այս որոշումը կարծում եմ Դե Բրույնեի մոտ շատ ճիշտ է, ինչու, որովհետեւ վերադառնալ Գերմանիա պետք չէ։ Անգլիայի Պրեմիեր լիգայում ինտենսիվությունը արդեն քեզ թույլ չի տալիս, որ դու քեզ ցույց տաս լավագույն որակներով։ Իսպանիայի առաջնությունում եթե խաղաս Բարսելոնայում, Ռեալում կամ Ատլետիկոյում, որովհետև քո մակարդակը թույլ չի տա գնալ խաղալ օրինակ Վիլյարեալում, ամենայն հարգանքով տվյալ թիմի ու մնացած թիմերի նկատմամբ, բայց Ատլետիկոյում այնտեղ ավելի շատ կրեատիվություն չի։ Բարսայում ու Ռեալում ես չեմ տեսնում։ Եվ իտալական ասերիան լավագույն որոշումն էր։ Իտալական ասերիայում ինտենսիվությունը Պրեմիեր լիգայինը չի։ Իտալական ասերիայում այնպես է, որ դու կարող ես բաց թողնել քո կրեատիվությունը ու անել խաղադաշտում հրաշք բաներ։ Ու Նապոլին այնպիսի թիմն է, որ եթե մյուս մրցաշրջանում չդառնա չեմպիոն, ոչ ոք իրենց չի կացնահարելու։ Դե Բրույնեն էլ եւս, որովհետեւ Կևին Դե Բրույնեն միայնակ չի կարող դարձնել թիմի չեմպիոն։ Ֆուտբոլը թիմային սպորտաձև է։ Ու Դե Բրույնեն ընտրել է ամենակիչ ճնշում ունեցող տարբերակը։ Բայց այստեղ կա եւս մեկ հարց։ Արդյոք կմնա այս Դե Բրույնեի հետ Անտոնիո Կոնտեն, որովհետև կան նաև լուրջ խոսակցություններ, որ Անտոնիո Կոնտեն հնարավոր է հեռանա Նապոլից ու գլխավորի Յուվենտուսը, վերադառնա Յուվենտուս։ Իսկ Յուվենտուսի նախկին գլխավոր մարզիչը Մասիմիլիանո Ալեգրին գա Նապոլի։ Այս առումով չեմ ցանկանում ընդհանրապես Դե Բրույնեին տեսնել Նապոլիում, որովհետև Դե Բրույնեն դա ազատության, կրեատիվության ու սուր մտքի մասին է, իսկ Մասիմիլիանո Ալեգրին հատկապես վերջին տարիներին սեղմ, սահմանափակ ու ձանձրալի ֆուտբոլի մասին է։ Շատ խաղացողներ կան Նապոլիում, որ կարող է չհամակերպվեն Ալեգրիի ոչ բնավորության, ոչ խաղային փիլիսոփայության, ոչ էլ մարտավարության հետ։
Չգիտեմ ինչ է սպասվում Նապոլիին, երբ որ Կևին Դե Բրույնեն կգնա այնտեղ եւ այնտեղ նրան կսպասի Ալեգրին։ Ես իրոք չեմ պատկերացնում։ Բայց եթե մնա Կոնտեն, ապա ես մեծ ակնկալիքներ կունենամ Նապոլիից կոնկրետ ասերիայում, որովհետեւ Կոնտեն, երբ որ ես նայում եմ իր կարիերան մարշչական, Կևին Դե Բրույնեի մակարդակի ֆուտբոլիստ, որ ունեցել է, եղել է երկուսը։ Դա մեկը Էդեն Հազարն է Չելսիում, մյուսը Ալեսանդրո Դել Պիերոն Յուվենտուսում։ Այո, ինքը ունեցել է Քեյն, այո, ինքը ունեցել է, չգիտեմ, Ֆաբրեգաս, այլ ֆուտբոլիստներ, բայց Կևին Դե Բրույնեի մակարդակի, որպեսզի հասկանաք, կամ եթե դուք բավականաչափ տեղեկացված չեք Կևին Դե Բրույնեով, Կևին Դե Բրույնեի մակարդակի շատ քիչ ֆուտբոլիստներ կան, շատ քիչ ֆուտբոլիստներ կան։ Հիմա կոնկրետ 5 հոգու, 6 հոգու կարող ես անվանել։ Մեզ սպասվում է հետաքրքիր մրցաշրջան Իտալիայում, կոնկրետ Նապոլիի կողմից։ Դե իսկ Ինտերը նախ պետք է սպասել Չեմպիոնների լիգայի եզրափակչին, հետո արդեն լուրջ փոփոխությունների։ Ամենայն հավանականությամբ Մխիթարյանը մյուս մրցաշրջանից ամենակիչը չի լինի մեկներկային կազմի ֆուտբոլիստ, որքան էլ կարևոր է նա Ինզագիի համար։ Ինզագին եւս հասկանում է, որ կազմում պետք են թարմացումներ։ Եվրոպական top 5 լիգաներում ամենածեր կազմը ունի Ինտերը։ Դա պետք է արագ շտկել։ Շատ ֆուտբոլիստներ կհեռանան, չգիտես թե ովքեր կգան, ովքեր են հասանելի Ինտերի համար, ֆինանսական ինչ վիճակում է գտնվում Ինտերը։ Հաշվի առնելով, որ նրանք անընդհատ լավագույն եռյակում են կամ լավագույն երկու թիմերի դիրքում են իտալական ասերիայում, հաշվի առնելով, որ նրանք գրեթե վերջին տարիներին ամենակիչը հասնում են քառորդ եզրափակիչ Չեմպիոնների լիգայում, ֆինանսական առումով շատ լուրջ խնդիրներ իրանք չպետք է ունենան։ Բայց պետք են թարմացումներ եւ պետք է ծախսել այնպես, ինչպես ծախսում է Լիվերպուլը։ Այլապես այս ինտերյան շրջանը, ինտերյան ցիկլը մոտենում է ավարտին։ Եվ եթե Ինզագին ցանկանում է, որ այդ ցիկլը որքան հնարավոր է ուշ ավարտվի կամ գոնե ինչ-որ մի հատ նոր շունչ ստանա, վերսիա 2 լինի Ինտերի, պետք են փոփոխություններ։ Բայց մինչդեռ պետք է սպասենք Չեմպիոնների լիգայի եզրափակչին։ Գուցե տվյալ հանդիպումը մեզ սխալ անի, ինձ սխալ անի, եւ լինեն ֆուտբոլիստներ, որոնք կասեն ինձ. ես դեռ ժամանակ ունեմ այստեղ խաղալու։ Չգիտեմ։ Ինտեր սպասողական, Նապոլին ինտրիգային, Չեմպիոնների լիգայում խաղալու է նրանցից զատ Ատալանտան եւ Յուվենտուսը, ցավում եմ Ռոմային կտեսնենք Եվրոպա լիգայում, իսկ կոնֆերենցիաների լիգայում կխաղա իտալական մեկ թիմ, որի անունը չեմ հիշի, եթե չեմ սխալվում Լացիոն էր, կամ եթե Լացիոն չի, եւս մեկ թիմ կլինի այնտեղ։ Համենայն դեպս այդքանով եվրագավաթները բավարարվում են Իտալիային։ Անգլիայում մի տեսակ շատ ավելի խառն է։ Մյուս թեման, որ ես ցանկանում եմ քննարկել, դա Անգլիայի Պրեմիեր լիգան է ու տրանսֆերները, որոնք իրականացվում են ամբողջ աշխարհում։ Նախ Անգլիայի Պրեմիեր լիգայում ստեղծվել է մի իրավիճակ, որը կարծում եմ բացառիկ է ֆուտբոլային աշխարհում։ Միանգամից 8 կամ 9 թիմ մասնակցելու է եվրագավաթերին։ Ես հիմա փորձեմ վերջնական ճշտել, բայց վստահ կարող եմ ասել, որ նման բան ես չեմ հիշում կոնկրետ։ Ահա, այն թիմերի ցանկը, որոնք մասնակցում են show in chat, okay։ Լիվերպուլ, Արսենալ, Մանչեսթեր Սիթի, Չելսի, Նյուքասլ, Տոտենհեմ։ 6 թիմ միայն Չեմպիոնների լիգայում։ 2 թիմ խաղում է Եվրոպա լիգայում, դա Ասթոն Վիլան եւ Քրիստալ Փելասը, եւ կոնֆերենցիաների լիգայի տեղ է նվաճել Նոթինգհեմ Ֆորեսթը։ Իդեպ ես Նոթինգհեմ Ֆորեսթին երբ սպասում էի բանում Չեմպիոնների լիգայում, բայց պանից պարզվեց, որ փորձը իրանը ասեց, փորձը խոսած ու Նոթինգհեմ Ֆորեսթը մրցաշրջանի վերջին հատվածը տապալեց ամբողջությամբ։ Ինչ կարելի է ասել Պրեմիեր լիգայից մրցաշրջանի մասին։ Իդեպ չեմ ասի, որ լավագույններից էր, բայց համաձայնել չեմ լինի հենց մեկը Լիվերպուլի մասով, որ Լիվերպուլը հաղթեց Չեմպիոնների Անգլիայի Պրեմիեր լիգան զուտ նրա համար, որ մնացած թիմերը խնդիրներ ունեին։ Նույն տրամաբանությամբ ես կարող եմ շեշտել Լիվերպուլի խնդիրները, երբ Մանչեսթեր Սիթին դարձավ չեմպիոն, օրինակ նախորդ մրցաշրջանում։ Դրանից մեկ մրցաշրջան առաջ։ Բոլորը կարող են խնդիրների հայտ բերել։ Ուղղակի պետք է ընդունել, որ տվյալ թիմը տվյալ մրցաշրջանում ավելի հզոր էր ու դարձավ չեմպիոն։ Դա ուղղակի պետք է ընդունել։ Ինչ տրանսֆերներ են զարգանում, ինչ տրանսֆերներ են ակնկալում Անգլիայի Պրեմիեր լիգայից։ Նախ Մանչեսթեր Սիթին, ես իդեպ իմ Telegram-յան ալիքում գրանցվիր, հաղումը թողնում եմ մեկնաբանություններում։
ես նշեցի, որ 3 թիմ կա, որին անչափ ուշադիր հետևելու եմ գալիք մրցաշրջանում, որովհետև իրենք ամենահետաքրքիր պրոյեկտներն են, որ կարող են լինել հենց գալիք 25-26 մրցաշրջանում։ 2-ը Անգլիայից են, 1-ը Իսպանիայից։ Իսպանիայում դա Մադրիդի Ռեալն է, Անգլիայում դա Լիվերպուլն է ու Մանչեսթեր Սիթին։ Մանչեսթեր Սիթիի մասին խոսենք, Մանչեսթեր Սիթին տապալեց այս մրցաշրջանը, վառ ամեն ինչ ապացուցեց, թե ինչքանով պատրաստ չէր Մանչեսթեր Սիթին այս մրցաշրջանին Անգլիայի գավաթի եզրափակչում, որտեղ Crystal Palace-ը հաղթեց 1-0 հաշվով ու Մանչեսթեր Սիթին ի պատասխան ոչինչ չկարողացավ առաջարկել։ Ճիշտ է, այնտեղ կային քննարկվող դրվագներ, այնտեղ ես ընդհանրապես համաձայն չեմ մրցավարի հետ, Դին Հենդերսոնը պետք է հեռացվեր խաղադաշտից, բայց այդ ամենը կարող էր լինել, եթե օրենքները լինեին տարբեր։ Դին Հենդերսոնը դիպավ գնդակին ձեռքով, երբ գնդակը Տուգանային հրապարակում չէր, երբ նրա դիմաց Էրլինգ Հոլանդեր ու եթե չլիներ այդ դրվագը Հոլանդը ուղղակի կանցներ Հենդերսոնին ու կդառնար գոլի հեղինակ։ Այդտեղ կարմիր քարտ չստացավ Հենդերսոնը, որովհետև վառ օրենսգրքի մեջ չկա նման կետ, որ տվյալ իրավիճակում դիտում են տեսակրկնապատկեր։ Դրա ամբողջ պատասխանատուն եզրային մրցավարն էր, իսկ եզրային մրցավարը շատ ավելի ետ էր, քան այդ դրվագում տեղի ունեցածը։ Մի խոսքով, Մանչեսթեր Սիթին պարտվում է նաև Անգլիայի գավաթում, ու Պեպ Գվարդիոլայի օրոք առաջին անգամ մնում է առանց տիտղոս։ Իրոք, առաջին անգամ մնում է առանց տիտղոս, որևէ։ Դա շատ խորթ է։ Իրոք դա շատ խորթ է Պեպ Գվարդիոլայի համար։ Ու Գվարդիոլայի կարիերայում, եթե չեմ սխալվում, մարշչական կարիերայում, սա եւս առաջին դեպքն է եւ նա մեկ մրցաշրջանում գոնե 1 գավաթ չի նվաճել։ Ու սա շատ հետաքրքիր է, որովհետև նշվում է, որ մի շարք ֆուտբոլիստներ հեռանալու են Մանչեսթեր Սիթիից եւ Մանչեսթեր Սիթիում սպասվում է շատ լուրջ փոփոխություններ։ Քննարկվում են համացանցում Էդերսոնի անունները, Էդերսոնի, Ջոն Ստոնսի, Կայլ Ուոքերի, որ արդեն հեռացել է, Մատեո Կովաչիչը կգնա, Դե Բրույնեն է պարզ որ գնալու է, Բերնարդո Սիլվան կարող է գնալ, Ջեք Գրիլիշն է ամենայն հավանականությամբ գնալու։ Չեմպիոնական թիմը այդ կորիզը մաքրվում է։ Իսկ ով է գալու նրա փոխարեն։ Պեպ Գվարդիոլան նշել էր, որ ինքը չի աշխատի այն Մանչեսթեր Սիթիի կազմում, որտեղ կրկին կունենա 30 ֆուտբոլիստ, որից որոշներին ինքը կտանի կնստի, չգիտեմ, տրիբունայում, հա, պայստայիններին մոտ, բայց իրանք հայտավորված չեն լինի։ Ինքը նշել է, որ ինքը ցանկանում է աշխատել 23-24 ֆուտբոլիստներով, որպեսզի ունենա մարտունակ կազմ, որպեսզի կարողանա այդ կազմը ինչ-որ մի արդյունքի տալ։ Ու Մանչեսթեր Սիթին շատ հետաքրքիր է հետևել Մանչեսթեր Սիթին, որովհետև Պեպ Գվարդիոլան որպես այդպեսի նման ճգնաժամային իրավիճակում կարիերայում երբեք չի հանդիպել։ Երբեք նման իրավիճակ չի եղել Պեպ Գվարդիոլայի մոտ։ Իր մոտ միշտ եղել է հարթ, այո, հնարավոր է ամեն տարի չի որ ամեն ինչ հաղթել է, բայց Պեպ Գվարդիոլան ունեցել է հստակ ֆուտբոլիստների, ունեցել է հստակ ամեն ինչ, նման իր ֆուտբոլիստները երբեք նման անկում չեն ապրել եւ այլն եւ այլն։ Հիմա Պեպ Գվարդիոլան պետք է հավաքի նոր թիմ։ Իրոք նոր կիսապաշտպանությունով, նոր մտքերով, պետք է աշխատի ինքը իր վրա ամենայն դեպս ի սկզբանե ու փորձի բերի այն փառքը, որը ուներ, վերադարձնի այն փառքը, որը ուներ Մանչեսթեր Սիթին երկար տարիներ։ Ամենայն հավանականությամբ սա լինելու է Գվարդիոլայի վերջին մրցաշրջանը, որպես գլխավոր մարզիչ, ամենայն դեպս իմ կարծիքով ակումբային ֆուտբոլում։ Հետո ես իրեն սպասում եմ Իսպանիայի հավաքականում, որովհետև նրան ուղղակի չի բավականացնում միայն Եվրոպայի գավաթը կամ աշխարհի գավաթը։ Ձեռք բերելու դեպքում, եթե Գվարդիոլան հենց հիմա ինձ մոտ 3-րդ հորիզոնականում է պատմության լավագույնների, ինքը միանգամից բարձրանում է առաջին տեղ։ Բայց հետաքրքիր այն է, որ Պեպ Գվարդիոլայի ճակատագիրը ունի 2 ճանապարհ։ Մեկը իրանք վերադառնում են ու ցույց են տալիս այն ֆուտբոլը, որը մենք տեսել ենք Մանչեսթեր Սիթիի կողմից, կամ էլ Պեպ Գվարդիոլան ուղղակի սպառվել է որպես գլխավոր մարզիչ։ Ու նույնիսկ նոր մրցաշրջանը թարմ ֆուտբոլիստներով ոչինչ չի փոխի։ Սա շատ հետաքրքիր է։ Ինչու, որովհետև նայեք, երկար ժամանակ քննարկվում է ով է ավելի լավ մարզիչ՝ Պեպ Գվարդիոլան թե Յուրգեն Կլոպը։ Յուրգեն Կլոպը, երբ տապալեց 2022-23 մրցաշրջանը, նշեց, որ կան ֆուտբոլիստներ, որոնք ուղղակիորեն իրենց սպառել են ու բերեց նորերին։ Կոնկրետ կիսապաշտպանության գիծը Պեպ Գվարդիոլան, Յուրգեն Կլոպը ամբողջությամբ փոխեց։ Գնաց Ֆաբինյոն, գնաց Հենդերսոնը, ավարտեց կարիերան Տիագոն,
եկավ Գրավենբերգ, Մակալիստեր, Սոբոսլայ, Էնդո, եկան թարմ ֆուտբոլիստներ, որոնց պատրաստեց Յուրգեն Կլոպը, ունենալով շատ ավելի լավ մրցաշրջան, քան նախորդը, իրենք հաղթեցին իդեպ լիգայի գավաթը ու հաղթեցին ակադեմիայի ֆուտբոլիստներով, որովհետև թիմը հիմնականում վնասվածքներ ուներ, որը ոչ մեկ չի խոսում դրա մասին։ Փաստացի Փարքով հեռանալով Լիվերպուլից։ Հիմա բոլորս սպասում ենք նույն սցենարին հենց Մանչեսթեր Սիթիում։ Պեպ Գվարդիոլան պետք է վերադարձնի այն Փարքը, որը ուներ 2 մրցաշրջան առաջ Մանչեսթեր Սիթին։ Գալիք մրցաշրջանում։ Ու շատ հետաքրքիր է լինելու հետևել այդ ամենին։ Արդյոք կստացվի Գվարդիոլայի մոտ, թե ուղղակի Գվարդիոլան այն մասնագետն է, որին պետք է տալ պատրաստի ֆուտբոլիստներ, եւ նա ուղղակի պետք է նրանցից սարքի հրեշ։ Մարտավարորեն սարքի հրեշ։ Ավել բան գուցե Գվարդիոլան չի կարողանում ստեղծել սուպերաստղ, երևի թե Գվարդիոլան չի կարողանում։ Խնդրում եմ գրեք մեկնաբանություններում այս թեմայի շուրջ, որովհետեւ քանզի ես նշեցի, որ ամենահետաքրքիր 3 թիմերից մեկն է լինելու Մանչեսթեր Սիթին գալիք մրցաշրջանում հետևելու համար, ինձ հետաքրքիր է նաև ձեր կարծիքը, թե դուք ինչ եք մտածում այս ամենի շուրջ, եւ ձեր կարծիքը հայտնելու համար ուղղակի մեկնաբանություններում գրեք կձախողվի Գվարդիոլան արդյոք թե ոչ։ Լիվերպուլը, այն մյուս թիմը, որը եւս լինելու է շատ ոնց բացատրեմ, ինտրիգային, ու այդ ինտրիգը ստեղծվեց չեմպիոնությունից հետո։ Նայեք, իբրայս բացատրեմ, թե ինչպես եմ ես այս ամենը հասկանում։ Երբ Արնե Սլոտը փոխարինեց Յուրգեն Կլոպին, ոչ ոք չէր մտածում, որ Լիվերպուլը դառնալու է Անգլիայի չեմպիոն։ Վստահորեն ոչ ոք, ես եւս։ Ես Լիվերպուլի երկրպագու եմ 2007 թվականից։ Ես չէի մտածում, որ Լիվերպուլը դառնալու է Անգլիայի չեմպիոն։ Ես մտածում էի լավագույն քարյակում հայտնվելը արդեն իսկ ֆանտաստիկ արդյունք է Արնե Սլոտի համար։ Ու բոլորը մտածում էին, որ Արնե Սլոտի այս առաջին մրցաշրջանը լինելու է զուտ անցողիկ ու հետ կլոպյան ժամանակաշրջանից հետո ուղղակի պետք է ֆուտբոլիստները սովորեն նոր մարշին, ընկալեն նոր մտքեր ու փորձեն, եթե ոչ հենց առաջին տարում, ապա երկրորդ, երրորդ, չորրորդ տարում ինչ որ մի բանի հասնել։ Բայց արի ուտես, որ Արնե Սլոտը այնքան հիասքանչ մարզիչ է, այնքան է ճիշտ ամեն ինչ հասցնում իր մտքերը ֆուտբոլիստներին, որ իրենք առաջինից մրցաշրջանում այնպիսի նշաձող են դնում, այնպիսի նշաձող են շրջանցում, որ ճնշումը ավելանում է։ Ու հիմա ասեմ ինչու։ Ու ինչպես է պայքարում Լիվերպուլը դրա դեմ։ Հիմա ճնշումը լինելու է նրանում, որ եթե Լիվերպուլը ձախողվում է գալիք մրցաշրջանում, ապա բոլորի քննարկման իմաստն է լինում ու քննարկման թեմա է դառնում բախտը Լիվերպուլի մոտ։ Որ Լիվերպուլը ուղղակի բախտը բերեց, այո, հաստատվում է այն փաստը, որ մրցակիցներն ուղղակի թույլ էին Պրեմիեր լիգայում, դրա համար Լիվերպուլը եկավ ու Պրեմիեր լիգան հաղթեց, այլապես ոչինչ չէր լինելու։ Ու ամեն ինչը հենց այդ բախտի վրա էր, ու եթե չլիներ Յուրգեն Կլոպը կամ Կլոպը գնար 2 մրցաշրջան շուտ, Լիվերպուլը ոչինչի չէր հասնելու։ Սա է այդ ճնշումը, որը հետապնդելու է Արնե Սլոտին գալիք մրցաշրջանում, բայց ինչպես է Լիվերպուլը պատրաստվում այդ ճնշմանը, ինչպես է Լիվերպուլը պատրաստվում համալրվել։ Ես իհարկե երբևէ չէի մտածի, որ Լիվերպուլը կարող է այսքան ակտիվ լինել տրանսֆերային պատուհանի ընթացքում, ու չեմ էլ տեսել, որ այսքան գումար է ծախսում FSG-ին, Ջոն Հենրիի գլխավորությամբ, չէի էլ պատկերացնում, այս թվում Կլոպը կողքի վրա նստած, ասում է, իսկ չէր կարելի էս նույնը իմ վախտով էլ անել, տարբերակ չկար, հա, միատիկ 80 միլիոն տվեցիք Նունյեսի համար, Կոուտինյո Ալիսոն չեմ հաշվում, որտեվ Կոուտինյո Վան Դեյք Ալիսոն չեմ հաշվում, որտեվ եկավ սաղ Կոուտինյոյի վաճառքի գումարից, ձև չէր ինձ էս հենց փող տայիք, ես էլ ձեզի 4 հատ Չեմպիոնների լիգա կհաղթեի։ Բա, իսկ Արնե Սլոտին տալիս են այդ գումարը։ Եվ Լիվերպուլը խայտարակ ակտիվ է տրանսֆերային պատուհանում ու շատ ճիշտ գրիտ է անում Արնե Սլոտը, Ռիչարդ Հյուզը ու Մայքլ Էդվարդսը տրանսֆերային շուկայում, որ իրենք փորձում են առավելագույնս շուտ կազմել այն թիմը, ունենալ այն պրոյեկտը, որը նրանք պլանավորել են երևի թե ձմեռվանից կամ չգիտեմ վերջերս ինչ որ սկսել են ունենալ ֆուտբոլիստներին, որոնք ցանկանում է Արնե Սլոտը հնարավորինս շուտ, որ մինչ մրցաշրջանային այդ մրցաշարերը, հանդիպումները որ սկսվեն, պահանջվող ֆուտբոլիստները լինեն արդեն Լիվերպուլի խաղացողներ։
ու Լիվերպուլը շափազանց գրագետ ու շատ լավ է աշխատում տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Տրենտ Ալեքսանդր-Արնոլդը անցկացրեց իր վերջին հանդիպումը Էնֆիլդում, անցկացրեց իր վերջին հանդիպումը որպես Լիվերպուլի ֆուտբոլիստ։ Ես շարունակում եմ ներողություն Ես շարունակում եմ ատել Տրենտ Ալեքսանդր-Արնոլդին իր կայացրած որոշման համար, բայց վերջին հանդիպումը, որը եղավ Էնֆիլդում, ու Յուրգեն Կլոպի խոսքը, մինչև հանդիպումը, ինչ որ նա նշեց բանի մասին, Տրենտի մասին, իհարկե ազդեցին բոլորի վրա ու Յուրգեն Կլոպի խոսքը այնքան ծանրակշիռ է Լիվերպուլի յուրաքանչյուր երկրպագուի համար, որ մենք պատրաստ ենք կարծիք փոխել X ֆուտբոլիստի կամ X քայլի մասին, եթե ասում է այդ ամենը Կլոպը։ Ու դա այդպես եղավ։ Էնֆիլդը ընդունեց Յուրգեն Կլոպի խոսքը, ու Տրենտ Ալեքսանդր-Արնոլդը ծափահարությունների ներքո, ջերմության ներքո ասեց ցտեսություն Լիվերպուլին։ Ու Տրենտի դերևս չհեռանալուն պես Լիվերպուլը շատ արագ լուծեց աջ պաշտպանի հարցը։ Նախ 2029 թվական Մինչև 2029 թվական պայմանագիրը երկարաձգեց Կոնոր Բրեդլին, անձնավորություն, որին ես հավատում եմ, որ կարող է լինել Լիվերպուլի մեկնարկային կազմի աջ պաշտպանը, նույնիսկ այն ֆուտբոլիստով, որը գալիս է։ Կոնոր Բրեդլի զատ համալրվելու է Լիվերպուլը աջ պաշտպանով իդեմս Ջերեմի Ֆրիմպոնգի։ Եզրային լատերալ, ավելի շատ ոչ թե պաշտպան, վերջին մրցաշրջանում նույնիսկ եզրային հարձակվող, որը չի տա այնինչ տալիս է Տրենտը, բայց նաև պետք է հասկանալ, թե ինչ է ուզում Արնե Սլոտը Ջերեմի Ֆրիմպոնգից։ Ես չեմ հավատում, որ Ֆրիմպոնգից ինքը ուզելու է նույն բանը։ Առհասարակ չեմ հավատում։ Դրա համար լինելու է այն ֆուտբոլիստը, որը գալու է Լիվերպուլ կրկին Բայերից, բայց դրա մասին չէ խոսքը։ Ու կա Ջերեմի Ֆրիմպոնգ։ Ձախ եզրում ամենայն հավանականությամբ Լիվերպուլը ցտեսություն կասի Կոնստանտինոս Ցիմիկասին եւ կմիանա նրանց Բորնմութից Միլոշ Կերկեզը։ Այդտեղ աշխատում է նաև Դոմինիկ Սոբոսլայը, Կերկեզի տեղափոխությունը կարծում եմ եւս ժամանակի հարց է, որովհետեւ նա անխտիր Լիվերպուլի բոլոր փոստերը լայքում է, մեկնաբանությունները թողում, խաղից հետո վերջին խաղից հետո Բորնմութին նշեց, որ ես չգիտեմ թե ինչ է լինելու գալիք շաբաթ, բայց ուղղակի շնորհակալություն եմ հայտնում երկրպագուներին, ինչը փաստում է այն մասին, որ ինքը միանալու է Լիվերպուլին։ Եվ Լիվերպուլի տրանսֆերային քաղաքականությունը իրոք տպավորում է։ Իսկ այդ տրանսֆերային քաղաքականության ամենատոպ բանը դա Ֆլորիան Վիրցի տեղափոխությունն է Լիվերպուլ։ Երբ Ֆլորիան Վիրցի մասին սկսեցին խոսել համացանցում, որ նա կարող է տեղափոխվել Լիվերպուլ, ես միջև այն պահը, երբ Ֆլորիան Պլետենբերգը գրեց, որ Բավարիան դուրս է գալիս, ուղղակի դուրս է գալիս պայքարից, ամբողջությամբ վստահ էի, որ Վիրցը խաղալու է Բավարիայում, որովհետև դա երկար տարիների պրոյեկտ է, երկար տարիներ է Բավարիան հենց այդպես աշխատում, ինչու է Բավարիան գեգեմոնիա Գերմանիայում, ինչու է 10 տարի անընդմեջ Բավարիան դարձել չեմպիոն։ Երբ Բավարիան տեսել է որևէ թիմում որևէ լուրջ ֆուտբոլիստ կամ թիմ որպես մրցակից, որը կարող է ինչ-որ մի բանով խանգարել Բավարիային, ինքը ուղղակի գործել է բավականին պարզ, վերցրել է իր թիմի լավագույն ֆուտբոլիստին, զրկելով մրցակցին հնարավոր ինչ-որ բանից, ու չգիտեմ, արդյոք ստացվել անդեղ իր մոտ, չի ստացվել իր մոտ, դա արդեն հարցի այլ կողմն է, բայց այն, որ ինքը միշտ վարել է այդ քաղաքականությունն աշխատել է, խոսում է Բավարիայի մասին։ Այս անգամ Բավարիան հեռացավ պայքարից, իսկ Ֆլորիան Վիրցը Բավարիային ու Լեհիոնեսին ու չգիտեմ, ծնողներին, շրջապատին, մեդիային հայտնեց, որ ինքը ցանկանում է տեղափոխվել միայն Լիվերպուլ։ Իսկ Ֆլորիան Վիրցը Լիվերպուլում դա ոչ միայն բացարձակ շոկ է, այլև բացարձակ ուժ։ Էդեն Ազարին վայել ուժ։ Մենք վաղուց Պրեմիեր լիգայում չենք տեսել կախարդանք, ինչպես կախարդում էր Էդեն Ազարը։ Իրոք, մենք շատ վաղուց չենք տեսել։ Ում կհիշեք, որ տենց ֆուտբոլ է խաղում Էդեն Ազարից հետո։ Ես չեմ հիշում։ Նույնիսկ Բուկայո Սական ու Լուիս Դիասը այդ մակարդակի վինգերներ չեն։ Այո, Վիրցը վինգեր չէ, բայց խաղգնդակը նրա ոտքի տակ իրոք դառնում է ինչ-որ մի հատ կախարդանք։ Ու Վիրցը դա անելու է Էնֆիլդում։ Լիվերպուլը ամբողջությամբ պատրաստվում է ու լրջագույնս է պատրաստվում գալիք մրցաշրջանին պաշտպանելու տիտղոսը, ինչու ոչ նաև գնալու Չեմպիոնների լիգայի հետևից։ Սա ճնշում է։ Ինչպես է աշխատելու Վիրցը Լիվերպուլում, ոնց են հարմարվելու Սլոտյան ֆուտբոլին նորեկները, ինչ է փոխելու Լիվերպուլի մեջ Արնե Սլոտը, որովհետև հասկանում ենք ու դա պարզից էլ պարզ է, որ
գնալով կամած կլոպյան ֆուտբոլը վերանալու է Լիվերպուլից։ Այդ hard rock-ը, որը նաև մենք տեսանք այս մրցաշրջանում, կամած փոխվելու է։ Գուցե եւ չփոխվի։ Գուցե սլոտը պահպանի այդ դետալները, որովհետեւ այդ դետալները իրոք աշխատում են։ Բայց թե ուր կտանեն նոր մտքերը Լիվերպուլին, Արնե Սլոտի օրոք, ցույց կտա ժամանակը։ Բայց Լիվերպուլը եւս խայտարակ հետաքրքիր թիմ է գալիք մրցաշրջանում։ Դե իսկ վերջում Պրեմիեր լիգայի մասին երբ որ խոսում ենք, իհարկե արժի անդրադառնալ բոլորիս կողմից սիրված Մանչեսթեր Յունայթեդին։ Նախ Եվրոպա լիգայի եզրափակիչը ես ունեցա ուղիղ եթեր Instagram-յան հարթակում խաղից հետո, որտեղ մենք խոսացինք եզրափակիչի մասին, երևի մի 15 րոպե, որտեղ այնտեղ վաբշե խոսալու բան չկար։ Արա զիբիլանոցերը դի եզրափակիչ չէր, վայ օրը 40-րդ րոպեին նոր առաջին հարվածն է եղել դարպասին, հասկանում եք, ու միակը, որ դարձել է վերածվել է գոլի։ Միակը Տոտենհեմի շնորհավորում եմ։ Իրանք իրաց խայտարակ ֆուտբոլով զբաղեցնելով 17-րդ հորիզոնականը, բայց միաժամանակ բրավո Անժ Պոստեկոգլու, բրավո, որ ասեց ու արեց։ Սա է այն մենթալիտետը, որ ես փորձում եմ իմ մեջ անընդհատ սերմանել։ Ես ուզում եմ ասել, ես ուզում եմ մեծ խոսալ, բայց ես ուզում եմ այդ մեծ խոսալը գործից մեջ ցույց տամ, որպեսզի ես լինեմ նման էպիկ, ոնց Անժ Պոստեկոգլուն է։ Ինքը ասեց, որ երկրորդ մրցաշրջանում ես սովորաբար գավաթներ եմ նվաճում։ Հետո շեշտեց, որ ես երկրորդ մրցաշրջաններում միշտ եմ գավաթ նվաճում։ Ինքը նվաճեց այդ գավաթը։ Թե ինչպես նվաճեց այդ գավաթը, հավատացեք, արդեն բոլորս մոռացել ենք այդ հանդիպումը։ Թե ինչ վատ ֆուտբոլ խաղաց Տոտենհեմը, ավելի վատ խաղաց Մանչեսթեր Յունայթեդը։ Բայց գավաթը Լոնդոնում է, բայց կարմիր հատվածում չէ, սպիտակ։ Մանչեսթեր Յունայթեդ։ Մանչեսթեր Յունայթեդում հերիք չի, ֆուտբոլը խայտարակ էր, հերիք չի, որ բոլորը համարում էին ֆավորիտ Յունայթեդին ու փաստերով էին համարում ֆավորիտ Յունայթեդին, որովհետև ինքը ավելի լավ էր տրամադրվում խաղերին։ Նախ տանուլ տվեց եզրափակիչը, հետո շարունակեց տանուլ տալ Անգլիայի Պրեմիեր լիգայում, հետո սկսեցին բաց խնդիրներ ֆուտբոլիստների ու մարշի միջև։ Նշվում է, որ Ռուբեն Ամորիմը հեռացրել է կազմից Անդրե Օնանային ու Ալեխանդրո Գառնաչոին։ Գառնաչոյինը մի փոքր ավելի պարզ է կոնֆլիկտը, որովհետև Գառնաչոն եզրափակչում չհայտնվեց մեկներկային կազմում, խաղաժամանակ ստացավ 20 րոպե, բայց մինչև դա ստացել էր շատ խաղաժամանակ ու օգնել էր իր թիմին։ Գառնաչոն հայտնեց իր դժգոհությունը մեդիային, իսկ Ռուբեն Ամորիմը միանգամից պատժեց դրան հեռացնելով թիմից։ Իսկ Անդրե Օնանային է կարծում եմ խաղային որակների պակասներ ու այդ խաղային վստահության պակասը, որը չուներ Օնանան, դրա համար էլ հեռացվել է ու կարծում եմ կգտնեն դարպասապահ, որը կլինի դարպասապահ, Աստվածան, խնդրում եմ։ Տարեք Մանչեսթեր Յունայթեդ դարպասապահ, որը կպահի դարպասը։ Այսինքն հետ բերեք Դեխիային։ Ու երբ որ ես խոսում եի միջև Եվրոպա լիգայի եզրափակիչ, ես ուղղակի չեմ հիշում ում է դա քննարկում։ Տղեկից մեկերդ է խոսում, արդյոք Մանչեսթեր Յունայթեդը ինչ-որ բանի կհասնի, երբ որ գա ժամանակը, հա, մյուս մրցաշրջան, ասում են տվեք ժամանակ Ամորիմին, ինքը սա կանի, ինքը նա կանի, կբերի նոր ֆուտբոլիստներ, Չեմպիոնների լիգա, նոր ամբիցիաներ եւ այլն։ Չեմպիոնների լիգա չկա, ընկերներ։ Մանչեսթեր Յունայթեդը ավարտեց մրցաշրջանը 16-րդ հորիզոնականում։ Այսինքն պայքարը ձևավորվելու է միմիայն Պրեմիեր լիգայում։ Պայքարը ձևավորվելու է միմիայն Պրեմիեր լիգայում, չլինելով քարյակում ֆավորիտ։ Հիմա էլ ով էլ ուզում է գա Մանչեսթեր Յունայթեդ, իրանք չեն համարվելու ֆավորիտ մյուս մրցաշրջանում։ Նույնիսկ ՉԼ գոտու համար։ Այսինքն Ռուբեն Ամորիմը պետք է կատարի խայտարակ լուրջ աշխատանք։ Բայց միաժամանակ պետք են երկրպագուները հասկանան, որ գալիք մրցաշրջանը եւս կարող է լինել նույնը։ Գուցե ինչ-ինչ փոփոխություններով ավելի լավը, գուցե 10-րդ հորիզոնական, գուցե 11-րդ հորիզոնական, գուցե Քարապայթի տրակի 9-8։ Դա կլինի լավ արդյունք Յունայթեդի համար, ուր ենք ասել։ Բայց երբ որ ես խոսում եի այդ անձնավորության հետ, արա չեմ հիշում Էմիլն էր, ով էր, մի խոսքով, կարևոր չի։ Երբ որ ես խոսում եի, արդյոք Մանչեսթեր Յունայթեդը ինչ-որ բանի կասնի, իրանք ասեցին, որ դե կգան այս ֆուտբոլիստները Գյոկերեշ, Մատեուս Կունյա, ընդ Աստված չգիտեմ, ֆուտբոլիստի ասեք, որին կապում են Մանչեսթեր Յունայթեդի հետ։ Լիամ Դելապը կգա Մանչեսթեր Յունայթեդ, Իպսվիչից։ Թիմ, որը դուրս մնաց Պրեմիեր լիգայից։ Այո, իրանց հարձակվողը որակով է։ Բայց
Արդյոք չեմպիոնական ամբիցիաներ ունեցող ֆուտբոլիստ է Լիամ Դելապը, չգիտես, բայց գալիս է Manchester United։ Գուցե դառնա երկրորդ Հոյլունդը։ Հոյլունդը вообще իրեն պետք է ասի ախպեր ես հետ եկա вообще Ատալանտայից։ Պիկգան, գալիս են նոր ֆուտբոլիստներ, բայց top ֆուտբոլիստ ու շատ գումար ծախսելու համար պետք է վաճառել։ Եվ ես հիմա ձեզ կկարդամ այն ֆուտբոլիստների անունները, որոնք ունեն պայմանագիր առնվազն մինչև 2027 թվական։ Այսինքն դեռևս 2 տարի կա իրենց պայմանագրի։ Անդրե Օնանա 2028, Լիսանդրո Մարտինես 2027, Մատես Դե Լիգտ 2029, ով կգնի Դե Լիգտին բացի արաբներից։ Լինդելոֆ հեռանում է, դա պարզ էր։ 2027 թիվ, Լյուկ Շոու ընկերներ, տվյալ անձնավորությունը մտավ խաղադաշտ Եվրոպա լիգայի եզրափակչում մեկնարկային րոպեներից։ Ես մոռացել էի, որ Լյուկ Շոու ֆուտբոլիստ կա ընդհանրապես։ Ես պրոստը մոռացել էի։ Շարունակեմ։ Դիոգո Դալո 2028, չնայած Դալոյի հետ կապված խնդիրները շատ չեն, ես սիրում եմ այդ ֆուտբոլիստին։ Մազրաուի 2028, Մանուել Ուգարտե 2029, Գառնաչո 2028, հարց չէ, ոչ թե հարց չէ, պարզ չէ։ Պարզ չէ, թե ով է գալու Ալեխանդրո Գառնաչոյի հետևից։ Նապոլին ուզում էր ձմռանը, չտվեցին, կարող է Նապոլին էլ չուզի։ Մեյսոն Մաունթ 2028, որը խայտարակ ֆուտբոլ խաղի Եվրոպայի առաջնային եզրափակչում։ Ռասմուս Հոյլունդ 2028, Ջոշուա Զիրգզե 2029։ Շատ ֆուտբոլիստների մասին եմ արդեն նորություններ կարդում, թե ով ուր պետք է տեղափոխվի, ով ուր պետք է գա, ով ուր պետք է գնա, որ թիմը որով է հետաքրքրվում։ Վերոնշյալ ֆուտբոլիստներից ոչ մեկի անունը չեմ հիշում։ Ոչ մեկի։ Խզել պայմանագիրը։ Դա բացառված է, որովհետև Manchester United-ը ֆինանսական այն վիճակում չէ, որ խզի պայմանագրեր, որովհետև պայմանագրերում խզելու համար պետք է վճարես X գումար ֆուտբոլիստին, իր ագենտին եւ այլն եւ այլն։ Այս չափ քանակի ֆուտբոլիստների պայմանագիր խզելը դա անընդունելի է ու հնարավոր չէ նույնիսկ։ Եթե չեմ սխալվում, դաժե օրենքով էլ չի կարելի։ Վաճառել տարբերակն է միայն, երբ որ դու կհամաձայնես գնորդի պայմաններին։ Այսինքն ոչ մեկ Վիկտոր Լինդելոֆի համար, ներողություն, Մատիաս Դելիկտի համար հիմա չի վճարելու 55-60 միլիոն, ինչքանով որ գնեց United-ը։ 30-ը մաքսիմում, 35-ը մաքսիմում։ Լյուկ Շոուի համար ոչ մեկ 15-16-ից ավել չի վճարելու։ Մազրաուի համար հաստատ 20-ից ավել չեն վճարելու։ Եթե իհարկե արաբների մասին խոսքը։ Ինչ եմ ուզում ասել, Manchester United-ը այն թիմերից է, որը եւս հետաքրքիր է իրեն հետևել գալիք մրցաշրջանում։ Բայց միառժամանակ այդ հետաքրքրությունը գալիս է ոչ թե որքանով կհաջողվեն, այլ արդյոք տապալումը կշարունակվի թե ոչ։ Ես անում եմ այսպիսի միտք։ Ռուբեն Ամորիմը կհեռանա Manchester United-ից ձմռանը։ Գուցե սխալվում եմ, բայց այն ինչը հիմա կատարվում է Manchester United-ում խաղադաշտից դուրս։ Խոսում է իրոք դրա մասին։ Սր Ջեյմի Ռեդկլիֆը պատրաստվում է 200-ից ավել աշխատող ազատել Manchester United-ում, որ ֆինանսական բալանսը դզվի։ Manchester United-ի մարշչական շտաբը ինքնուրույն գնացել Բիլբաո եզրափակչի համար։ Ռուբեն Ամորիմն է վճարել նրանց թռիչքի համար։ Իսկ մենք խոսում ենք, որ կգա 2-3 top ֆուտբոլիստ ու Manchester United-ը կուղվի։ Այդպես չի լինելու ընկերներ։ Ցավում եմ, բայց Manchester United-ի ճգնաժամը շարունակվելու է։ Ու կարծում եմ շարունակվելու է դեռ երկար։ Ընկերներ, կարծում եմ այսօրվա համար այսքանը։ Ես դեռ պետք է ուսումնասիրեմ Բարսելոնա ու Մադրիդի Ռեալ եւս, որպեսզի խոսեմ նաեւ նրանց մասին։ Ներողություն եմ խնդրում, եթե չկարողացա խոսել նրանց մասին։ Այո, կա Ալոնսո, ես Ալոնսոյի ասուլիսն էլ չեմ դիտել, ընկերներ, ես ցանկանում եմ դիտել ամբողջությամբ, որպեսզի հասկանամ, թե ինքը ինչ ամբիցիաներ ունի, ինչ նպատակներ ունի տրենդ, ունի արդեն Դին Հոյսեն, չգիտեմ այդ մարդու ազգանունը ոնց է, Հույսեն, Հեյսեն, սաղը տարբեր ձևերով ասում են, չգիտեմ, դա ոնց որ բանն է, Վան Դեյք թե Վան Դայք, որն է ճիշտը,
Աստված գիտի։ Ռեալի մասին դեռևս չեմ խոսելու, բայց կարծում եմ հաջորդ տեսանյութը արդեն կլինի մրցաշրջանային ամփոփման ժամանակ։ Չեմ խոսում նաև Բարսայից, այո, ինքը երկարաձգեց պայմանագիրը Ռաֆինյայի հետ, ինքը երկարաձգեց Յամալի հետ, ինչի համար շնորհավորում եմ։ Յամալը կարծում եմ ամենավառ ֆուտբոլիստներից ելնելու գալիք մրցաշրջանում։ Եվս ինչը չեմ սպասում Ռաֆինյայից։ Բայց կարծում եմ, որ ինֆորմատիվ տեսանյութ ստացվեց, ինֆորմատիվ բլոգ ստացվեց, եւս մեկ անգամ ներողություն եմ խնդրում пассивությանս համար, այն այլևս անցյալում է ու իմ տեսանյութերը լինելու են հաճախակի ավելի հետաքրքիր ու ավելի ինֆորմացիոն։ Հետևեք ինձ YouTube-յան ալիքում, բաժանորդագրվեք իմ YouTube-յան էջին, թողեք մեկնաբանություններում ձեր կարծիքը, հետևեք ինձ նաև սոցիալական հարթակներում, չմոռանաք, որ ես ունեմ երկու այլ պրոյեկտ, որը նաև ներկայացնում եմ ձեզ, խոսքը գնում է Նուր TV եթերով Տրիբունա սպորտային հաղորդաշարը, որտեղ մենք քննարկում ենք տարբեր թեմաներ, խաղում ենք տարբեր խաղեր։ Մի խոսքով շատ հետաքրքիր անցնում Տրիբունայում մեր, եկեք տոմս առեք ու նստեք մեզ հետ երկրպագեք ֆուտբոլ։ Բացի դրանից ես ունեմ Լեգենդի հետ սպորտային ոդքասթը Հանրային ռադիո երիտասարդական ալիքով, իմ ռադիոյով, որտեղ եւս քննարկվում են սպորտային աշխարհի մեծագույն մարզիկների կյանքերը մեր հետաքրքիր հյուրերի հետ, այնպես որ ես անում եմ առավելագույնը։ Գուցե ամեն օր տեսանյութ չեմ հրապարակում, գուցե Telegram-ում օրվա մեջ 65 հատ post չեմ անում, բայց ես փորձում եմ մեր մեդիա հարթակը դարձնել առավելագույնս վարիատիվ, որ դուք ունենաք տարբերակներ, տարբեր ճաշակի։ Լսել սա, դիտել սա, թե կարդալ սա։ Եթե ինպես լինեն 10 հոգի, գուցե ամեն ինչ ավելի լավ լինի, իսկ ֆուտբոլային մշակույթը մի փոքր մեզ մոտ կզարգանա։ Իսկ այսօրվա համար այսքանը։ Ձեզ հետ Գևորգներ, կհանդիպենք։